Հրապարակը գրում է իշխանությունների հակաարցախյան արշավի վերջնանպատակը Արցախի էջը փակելն է, իսկ դրան հասնելու համար նախ փորձում են լուծարել Արցախի ներկայացուցչությունը։ 3 հերթական բողոքի ակցիան իրականացվեց ներկայացուցչության դիմաց։ Ցուցարարների մեծ մասը Սամվել Բաբայանի թիմակիցներն էին, որոնք իբրև թե Արցախի նախագահ Շահրամանյանից պահանջում են Արցախի պաշտոնյաների թալանածը վերադարձնել ժողովրդին։ Հաջորդ քայլով պահանջելու են, եթե Շահրամանյանը դա չի կարող անել, թող հրաժարական տա։ 23 թվականի նոյեմբերի 8-ին Շահրամանյանը դիմել էր դատախազություն Արցախի նախկին պաշտոնյաների իրավախախտումների ու յուրացումների վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար։ Եթե այդ վարույթը տեղում դոփում է, տրամաբանությունը հուշում է, որ դատախազության շենքի կամ դատախազի վերադաս Փաշինյանի կեցավայրի մոտ պետք է ցույց անեն, բայց գնացել են Արցախի ներկայացուցչություն։ Աբսուրդը սակայն այն է, որ ցուցարարների շարքում մարդիկ, որոնք մասնակից են եղել Չակերտավոր թալանին, պատերազմից հետո Արցախի ներդրումային հիմնադրամից մեծ գումարներ են ստացել իբրև բիզնես պրոյեկտներ անելու համար, հետո այդ գումարները ջրվել են։ Լիցուկ 1-ին 3 ակցիայի վայրում բացահայտեց հենց Շահրամանյանը. «Յուրա, հանգստացիր, ես քեզ հետ առանձին կխոսեմ, Յուրա, ունենալով 46 միլիոն պարտք 1000 դրամ չես վճարել», մեջբերում է թերթը Շահրամանյանի խոսքը։ Արցախցին, որին ուղղված էր խոսքը, պատասխանեց, թե Արայիկ Հարությունյանը պետք է այն փակի, իսկ ներկայացուցչության դարպասի ճաղավանդակը մագլցած Նահապետ Սարգսյանն էլ 60 միլիոն դրամ է ստացել նույն հիմնադրամից մեղվաբուծությամբ սպառվելու համար։ Փաստի տեղեկություններով մի քանի օր առաջ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու ՔԼՉ-ի ներքին խողովակներով հերթական զրույցի ժամանակ վերջինս թափանցիկ ակնարկել է, որ հայոց ցեղասպանության ուրացման անկախության հռչակագրից հրաժարվելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները տպավորիչ ու գոհացնող են, բայց ընդամենը հայտարարություններ են։ Ակնկալվել է, որ Թուրքիայի համար ինդիկատոր կարող է լինել ապրիլի 24-ին Հայաստանի իշխանությունների պահվածքը, ինչ միջոցառումներ կարվեն պետական մակարդակով, ինչ ուղերձ կհղի Փաշինյանը, կարտաբերի արդյոք ցեղասպանություն բառը կգնա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, թերթի աղբյուրի փոխանցման Փաշինյանը փակուղու առաջ է, հասկանալի է, իշխանությունն առանձնահատուկ որևէ բան չի նախաձեռնելու, ու սա առաջին անգամը չէ, որ Հայաստանում պետական մակարդակով չի նշվում կլոր տարելիցը, սակայն մի կողմից չայցելել Ծիծեռնակաբերդ չափից ավելին է, նույնիսկ այս իշխանության դեպքում դա արդեն պաշտոնական մակարդակով կապացուցի ուրացում է։ Մյուս կողմից էլ վշտացնել Թուրքիային ու Ադրբեջանին, ինչից այդքան անհանգստանում է Փաշինյանը, եւս չի կարող։ Դա է պատճառը, որ որքան մոտենում է ցեղասպանության տարելիցի օրը, ջահերով երթի օրը, այնքան ջղաձիգ է դառնում իշխանությունը։ Փաշինյանը շատ կցանկանար, որ ընդդիմադիրներն իր առաջ փակեին Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը, այդպես նա կխուսափեր հուշահամալիր այցելելուց ու դա նրա համար կդառնար ալիբի, գրում է թերթը։ Ժողովրդում կարդում ենք երեկ Երևանի Նաիր Հիզարյան 17-հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության դիմաց թեժեր, արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպովը եւ նրան սատարող մոտ 2 տասնյակ արցախցիներ պահանջում էին Շահրամանյանից հանդիպել նրա հետ գորգորոցներով, լրագրողների վրա բղավելով, վիրավորելով, խուլիգանական վարք դրսևորելով։ Թերթի աղբյուրը փոխանցում է նույն անձինք 18 թվականին առաջինը հայտարարեցին, որ սատարում են Փաշինյանին։ Նույն անձինք սերտ հարաբերությունների մեջ են Սամվել Բաբայանի հետ, որն ամեն բան անում է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին վտարանդի պաշտոնից զրկի ու պաշտոնան կանի։ Կարծես թե այս խումբը իր առաջ պլան է դրել այս անգամ ամեն գնով նպատակին հասնել, թեև 3 ակցիայի մասնակիցները իրենց նպատակը հռչակեցին, թե նախագահ Շահրամանյանը պետք է վերադարձնի բոլոր գումարները, որոնք թալանել են արցախցիներից։ 3 թաքուն բացահայտեցին նաև այն լոզունգները, որ ընտրություններում որպես երրորդ ուժ են ցանկանում հանդես գալ։ Ակտիվիստ Արթուր Օսիպովը նշեց, թե Արցախից թալանվել է $467 միլիոն, որը փոխանցվել է 48 ընտանիքի, իսկ թե ովքեր են այդ ընտանիքները նա անուններ չտվեց, թե ինչու են նոր հիշել Չակերտավոր թալանի մասին։ Տարօրինակ է, թերթը նկատում է, որ շատ արցախցիներ երեք վատ էին զգում այդ ագրեսիվ երիտասարդների պահվածքի համար ու լրագրողներից ներողություն խնդրում։
Հրապարակն էլ գրում է ՔՊԱ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախօրեի ելույթը 2 օր է ՔՊ-ում քննարկում են։ Գաբրիելյանը պատասխանելով ընդդիմության քննադատություններին ասել է, թե հունվարի 1-ից ԱԺ հանձնաժողովները հրաժարվել են ծառայողական մեքենայից, իսկ Հայաստան խմբակցության ղեկավարը ծառայողական մեքենայով է շրջում։ Իմ կողմից հարգված պարոն Սեյրան Օհանյան, որ այս պահին հրաժարվեք այդ պատավատից, ես երաշխավորում եմ տարեկան տրանսպորտի փաթեթ ձեզ կգնեմ։ Հրաժարվեք հենց վաղը, մենք այլևս չունենք, դուք ունեք, կամ ձեր խմբակցության պատգամավորին ասեք, որ պատավատապետությունից խոսում է, թող ձեզ նայի։ Դուք նախկին զինվորական եք, ունեք հաշմանդամության կարգ, մի քիչ էլ զեղչեր կանենք, մեջբերման ավարտը։ ՔՊ-ում կարծում են հենց նման ցինիկ ելույթներն են խփում իրենց վարկանիշին, փոխարենը ՔՊ-ում անչափ գոհ են Արսեն Մկրտչյանի պաթետիկ ու կեղծ ելույթից, որով նա ընդդիմության պորտը տեղն է դրել ՔՊ-ում բոլորն անխտիր մոտեցել ու նրան ելույթի համար շնորհակալություն են հայտնել, գրում է թերթը։ Ժողովրդում էլ կարդում ենք հեղափոխության առաջին տարում Փաշինյանը հայտարարում էր, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, բայց անցած 7 տարիներին թվերի ու գործնական քաղաքականության վերլուծությամբ առավել մեծ տուգանքների է դատապարտել քաղաքացիներին։ Փաշինյանի իշխանության օրոք տուգանքները նոր թափ են ստացել։ Թերթն ուսումնասիրել է այս մասով պաշտոնական տվյալները եւ գրում է 16-21 թվականի տվյալներով տուգանված քաղաքացիների թիվը տարեցտարի աճել է։ 2019-ին տուգանվածների քանակը գերազանցել է 18-ի ցուցանիշը։ 19-ին տուգանված 463,599 անձ է եղել, մինչդեռ 18-ին 324,544։ 22-ին արդեն հաշվառման համակարգը փոխվել է, տուգանքները հաշվել են ոչ թե անձանց, այլ տուգանված տուգանքի քանակով։ 22 թվականին տուգանքների ընդհանուր քանակը կազմել է 1,977,489, 23 թվականին 2,561,027, տուգանքների ընդհանուր քանակը անհամեմատ աճել է նախորդ տարիներին։ 24-ի տվյալները կհրապարակվեն այս տարվա մայիսին, իսկ եղած արդյունքներից կարելի է ենթադրել, թե ինչպիսին կարող են լինել այս ցուցանիշները։ Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, կարգախոսով իշխանության եկած Փաշինյանը ժողովրդին վերաբերվում է որպես տուգանվող օբյեկտի, եզրահանգում է թերթը։ Իսկ հրապարակը գրում է, որ Գյումրիում կրած պարտությունից հետո ՔՊ-ն անթիվ անհամար քննարկումներ է արել վերլուծել պատճառները։ Նախօրեին նախաձեռնող խմբի նիստում քննարկել ու գտել են պատճառը ընտրողների ակտիվ մասնակցությունն էր։ Նախորդ 21 թվականին ՔՊ-ն մոտ 8000 ձայն էր հավաքել, հիմա 17, ու թեպետ ասում են, թե իրենց վարկանիշն աճել է, մոտ 10,000-ով ավելի ձայն են ստացել, բայց փակ քննարկմանը անկեղծացել են, որ ոչ թե ՔՊ-ն է այդ ձայները ստացել, այլ Սարիգը որոշում է կայացվել, պետք է մասնակցեն ավականու հաջորդ նիստին, չնայած առաջին նիստը բոյկոտել են, կբոյկոտեն նաև այսօրվա Վարդան Ղուկասյանի ինաուգուրացիայի նիստը։ 1 տարի մինչև 26 թվականի ապրիլի կեսերը ավականին չի կարող քաղաքապետին անվստահություն հայտնել, օրենքն է արգելում։ ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմը ձեռքերը կլվանա, ավականու գործունեությունը կտապալվի ու կգնան արտահերթ ընտրությունների, իսկ եթե ոչ, շարքերին հասկացրել են, որ Վարդան Ղուկասյանի հարցերը իրավական ճանապարհով կլուծեն։